Բոլորին պալուս, ալի ես եմ։ Ես չգիտեմ էլի իմ ալ խոսամ էտա մեր պարոն վարչապետի հետ։ Պարոն էլի, հələ որ պարոն ասենք, չնայած ինք իրան պահում է որպես տիկին։ Էնի մոլա կորգրա, էնի մոլա իրա դոշել ճղա։ Նիկոլ Փաշինյան, բլոկել ես էջս, բայց գիտեմ էլի, Zombieland-դ նայեմ է։ Դու ընդհանրապես հասկանում ես, փորձում եմ հեռակա խոսամ քո նմանի հետ։ Դու ընդհանրապես հասկանում ես ինչ է կատարվում մեր երկրում։ Ինչ աստիճանի ես բերե հասցրել դու։ Որ հելել ես ինչ որ միկրոֆոնի մոտ կանգնած, ասում ես սրբապիղծ մոլագարները իմ եկեղեցին, մեր եկեղեցին չեն։ Տեր արամ, հեռու չթաս, հեսա գալում եմ ձեր տուն։ Դու հոգևորականներին անվանում ես սրբապիղծ մոլագար, լավ։ Մի պահ ես որպես չեզոք մարդ, ով խոսքի հենց այս պահին է Facebook-ը քաշե Play Market-ից կամ Rustore-ից ու ստանավի տարը ճպստելով խփել իր հեռախոսի մեջ։ Ոչ մի բանից տեղյակ չեմ, հա տենց ասեմ։ Ասում եմ լավ այ ախպեր, այս մարդուց ինչ են ուզում։ Մեր հզոր գերագույն հրամանատարից։ Ինչ են ուզում։ Այս նախկիններ կերան քրքրին։ Մեր պարոն Փաշյանին չեն թողում աշխատի։ Հա? Սենց նոր եմ քաշե Facebook-ը, նոր եմ տենում այդ ամեն ինչը։ Խաբար չեմ, որ դու Արցախ ես հանձնել։ Չգիտեմ, Սյունիքում արժանացել ես, հա կարող ալի 25 պլյուս էլի, բայց կփորձեմ խոսամ կուլտուրական։ Տեղյակ չեմ, որ դու եղել ես Սյունիքում, իբր հանդիպում ես սյունեցիների հետ, արժանացել ես ողջույն բոզի տղա Տիտղոսին։ Չեմ տեսել, այ մարդ չեմ տեսել, вообще չեմ տեսել։ Մտել եմ Facebook որպես օրինակ։ Կներեք մեծ սիգարետով էլ։ Ու սենց թերթում եմ համացանցը։ Ասում եմ լավ, այս նախկիններն ինչ են ուզում մեր Նիկոլ Փաշյանից։ Ինչ են տվել, չեն կարում հետ վեկալեն։ Կամ վերցնեն, որ որոշակի ուղեղից թոփալ մասա չգրի, դու ինտելեկտ չունես, դու ես իմ էլի կրթություն չունես, ես այնքան կրթություն ունեմ։ Իմ կրթության 1/4-ը եթե դուք ունենայիք, ձեր ուղեղը կվառեր։ Ձեր պլինջի հետ խաղացող եւ պարոն Փաշյանի ամպագորգոր ելույթներով զմայլվող բիոմասա։ Էդի մենք։ Բիոմասա նկատի ունեմ, ես բոլորին չեմ ասում։ Այն մարդկանց, ովքեր երբևիցե իրանց կյանքում չեն փորձվել օգտվել իրանց կյանքի, իրանց ուղեղի, գանգ ուղեղի մեջ տեղակայված գործ բջիջների վերև ներքև անելուց, ասենք։ Շարժվում են, սկսում է մարդու ուղեղն աշխատել, հա։ Ասում եմ լավ այ ախպեր, խոսքի մարդիկ, այդ կատեգորիայի մարդիկ։ Լավ, հələ կանի սաղ դնեմ մի կողմ։ Դնեմ մի կողմ Նիկոլն ինչ ասեմ, Սերժն ինչ ասեմ, Քոչարյանը, մյուսը։ Մի հատ ես ինքս վերլուծեմ, ինչա կատարվում։ Նայում եմ Նիկոլ Փաշինյան քո ելույթը, հա։ Լստած նայում եմ։ Ասում լավ տնաս, այս մարդը ընդհանրապես ինքը իրան կողից նայել, լավ вообще։ Դու քեզ կողքից տեսել ես, մեր անկոտրելի վարչապետ, հա։ Խրուստալից է, բայց անկոտրելի։ Այն որ առաջ կար, չէ՞ սովետի վաղվա խրուստալի լուստրաներ, փումփուլիկներով։ Այն որ սենց կախվում էր, հա։ Դու քեզ խոսալուց կողքից տեսել ես քո դիմագծերը, քո շարժու ձևը, էսի հարց համար առաջին։ Քո կարծիքով մեծն կապիտուլյանտ։ Քո դիմագծերը, քո խոսալը, քո խոսալու խոսքի կառուցվածքն ու նյութակ այդ բովանդակային այդ կոնտեքստը ընդհանրապես համապատասխանում է երկրի ղեկավարի խոսակցական, չգիտեմ էլի, կրիտերիաներին, հա, չափանիշներին։ Քո մտածելով երկրի ղեկավարը նման կերպ կարա խոսա ինչ-որ բարձր ամբիոններից կամ հենց թեկուզ ազգային ախոռից, որը քո օրոք վերածվել է ազգային ախոռի, հա։ Դու քեզ կողքից ընդհանրապես նայել ես, դու, քո Zombieland-ը, որոնք չգիտես ինչի արդեն հետնահանջ են ապրում։ Ու սա արձանագրված փաստ է։ Երեք Facebook-ով գրել էի, մարդիկ կարող է իմաստը չհասկանան։ Նիկոլ Փաշինյան, դու քո խոսակցական լեքսիկոնով, քո տարած քաղաքականությամբ, փորձում եմ կուլտուրական ձևակերպել,
քո այդ բառամթերքով պարտվել ես բոլոր ֆրոնտերում։ Գիտես ոնց։ Եթե առաջ սիգարետան հանգավ, բայց թե կիտայսկի է, մերոպ։ Եթե առաջ, հա, քո Facebook-յան էջում որտեղ դու ինձ բլոկել ես։ Չանդամ բլոկես, տա քնես պաղահելնես, հա։ Անես չի որ ես չեմ տնում դու ինչ ես գրում։ Խորոփիկ։ Դու գնում ես ինչ-որ մի ստատուս, խոսքը օրինակ ինչ ստատուս օրինակ բերեմ, ասենք նոյեմբերին ադրբեջանցիները Շուշիում դրոշ էին բարձրացնում, հա։ Ալիևն ինձ ասում է Շուշի բիզիմ դիր, դու դրա հաջորդ օրը գրում ես Շուշի հիմար մարտերը շարունակվում են։ Մարդիկ, ովքեր քիչ են օգտվում համացանցից, քիչ էին օգտվում համացանցային տիրույթից, ասում էին սա ֆեյք է, լկտի սուտ է, մեր Պարոփաշյանը մեզ երբեք չի խափի։ Ու կոմենտների մեջ եթե ինչ-որ մի հատ մեկ այլ հոգի այլակարծիք անձնավորություն մտնում մի հատ կոմենտ էր գրում, քո Զոմբիլենդը ճաղում էր մեջտեղից այդ մարդուն, էլ քֆուր, էլ քյաֆար, ինչ ասես, կոպիտ խոսելա ոչ, չգիտեմ, կոպտում պրմեին արևին, էլ իրանց մոմենտով, էլի, ֆեյք պուակիտ հետ միասին, որը դու սաձերժի տակ կենես, պետ բյուջեի հաշվին, դրա իրավունքը դու չունես։ Հիմի քո քաղաքացիական պայմանագրի պաշտոնական էջում, Facebook-յան, չէ՞, այդ քո կուսակցության պաշտոնական էջը հրապարակում է քո խոսույթը, մյուսի խոսույթը, այն մյուսի խոսույթը, վիդեոյի տեսքով, գրառման տեսքով։ Դու ընդհանրապես մտնում կարդում ես ինչա կատարվում, հա? Անկոտրելի քնձխ, հա? Դու զգում ես, որ արդեն քո Զոմբիլենդն ու ֆեյքերի պոակը չի հերիքում, բայց գիտես դա արդյունքն է ինչի։ Որտեվ ժողովուրդը դու դարել ես սուտլիկ որսկանը, ժողովուրդը ու ազգի մեծ մասը արդեն նայում է քեզ ու ասում է սա ինչ անում է հակառակը։ Բայց ժողովուրդը այդքան մասը պետք է հասկանար քո գրքի վերնագիրը վերլուծելուց հետո հեղինակային երկրի հակառակ կողմ, այսինքն դու նախապես հանրությանը մատուցել ես ինֆո, որ դու ասելու ես մի բան, անում ես լրիվ հակառակը։ Հակառակ պարագայում դու չէիր տնի այտենց վերնագիր։ Ճիշտ է։ Մտնում եմ կոմենտարյաների շարք, քաղաքացիական պայմանագրի։ Առաջ չափազանցնել։ Մարդ կա կուլտուրական է գրում, օրինակ ձևի մար գրում է բոզի տղա, բարոյական օրենքներից զուրկի տղա։ Կուլտուրական ձևակերպում է, գրական բառ է։ Մարդ կա մտնում գրում է թուրքից տրուկ, քո քաղաքացիական պայմանագրի էջում։ Ու այդ հայերը, ովքեր իրական են, ովքեր ֆեյք չեն, գրում են իրականությունը։ Ու քո Զոմբիլենդը չի հասցնում հակադարձել։ Հակադարձում են շատ դեպքերում, բայց հակադարձելու դեպքում նույնիսկ այն մարդիկ, ովքեր դեռ չեն կողմնորոշվում, բայց իրանց մեջ արդեն կասկածի ворթը մտել է, որ դու թրքամետ քաղաքականություն տանող ֆրանսիական բառ աղապատեն չես։ Կարդելով մեկնաբանությունների շարք ասում են, արա լավ է ախպեր, այս մարդկանց գրածի մեջ տրամաբանություն կա։ Այս հակադարձողները, ոնց որ ինձ են հակադարձում, գրում են դու ֆեյք ես։ Դուք երբևիցե տեսել եք իր դեմքով խոսացող ֆեյք։ Հա? Մեծարգո ջնջուլապաշներ։ Ես իմ դեմքով խոսում եմ, էս էլ իմ աշկետ առած ագնոց։ Ինձ գրում են գնամ, ոնց են գրել, մանկամիտ կեցես, գնամ ընձրվի, տոլ ես իմ ես մանկամիտն եմ, մոքիր, ախր ձեր մեկից, ձեր որ մեկի էջը մտնում եմ, դուք անպայման լինում եք քառակուսի դեմքով, 7-րդ կամ 7.5 ռազմերի, 7.5 ասի են կոլոթովոյ նիշա, են գոթին, 7.5 համարի կրծքերով, բան չասի, հիմի նորմալ է, դել ամարնի կառուցվածք, կզաթո կաթումացունը տնից է, թրիք թապել չկա, ինքնուրույն գնում եք զուգարան, երևի։ Դուք ընչեք այդքան տձև։ Ու մարդիկ կրկնում եմ հասարակության շատ մեծ, զանգված, շատ լայն շերտ զանգված բառը սխալ է։ Սկսում են հասկանալ, որ իրոք դու Նիկոլ Փաշինյան քաքել ես քոփայի բորշի մեջ, աղկո ես արել, քաքելը գրական չի։ Աղկո ես արել քոփայի բորշի մեջ ու շերեփը տվել ես։ Քեզ շատ մոտ կանգնած մարդկանց ձեռը ասում ես, այս քաքը ես եմ եփե։
Բայց իմ հետ հավասար պետք է ուտեք։ Այս մարդիկ մի կես բերան ուտում են, սենց փոխաբերական իմաստով։ Ասում են, արա դու քաքես ես ուտեմ, ինչի։ Խի պետք է ես ուտեմ քո քակած քակ, քո էփած բորշը ես խի պետք է ուտեմ։ Ես այս վերջերս եմ նկատել, որ դու ինֆորմացիոն դաշտում կրում ես բացարձակ պարտություն։ Ինչքան գուզես հելի ամպագորգոր բառեր ասա, ինչքան գուզես հելի գոռա երեկվա պես։ Էլ եմ ասում, դու մի հատ կողքից քո ելույթը նայի, դες կուլտուրական եմ խոսում, բայց իմ վիդեոներից գոնե երկու հատ նայողները կիմանան, որ ասենք ինձ իմ մար դժվարություն չի, ես հանվեմ լարեմ քո հետևից։ Խլեշի քֆուրով, բայց չեմ ուզում։ Խի քրֆեմ, որ քրֆեմ քո մոտ ինչ որ բան փոխվելու է, քո մտածելակերպի մեջ, իհարկե ոչ։ Որտեվ դու չունես սրբություններ, դու չունես բարոյական գծեր, որ վիրավորվես հայոյանքից։ Որ ինքդ քեզ հարց տաս, ասես, լավ, ոնց կարամ ես ելնեմ ճիշտ, ես խոսում եմ քո անունից, այս պահին։ Բայց մի ողջ ժողովուրդ լինի սխալ։ Խի է ժողովուրդն ինձ հայոյում։ Խի է ժողովուրդն ինձ ասում բոզի տղա։ Դու սրբազաններին կամ եկեղեցականներին անվանում ես սեռաշեղված մոլագար։ Բարի, դες ինչ հանգիստ եմ խոսում։ Բայց գարոսկոպով հիստերիկ եմ, չես մոռանում, չէ՞։ Կարող է ռեսկի մի հատ ֆազերս թափի միամիտ։ Անցնենք սեռական մոլագար խոսույթին։ Վերլուծենք։ Դու 1000 անգամ, եթե չէ 1000 մի քանի անգամ դու քո քաղաքական թիմը կրկնում եք, շարունակում եք կրկնել, որ կաթողիկոսն ունի երեխա։ Ահա, հարց չկա։ Բայց երեխա ունենալը սեռական մոլագարություն, հա։ Չէ։ Հիմա եթե մի քիչ ավել եմ խորանում այդ կոնտեքստի մեջ, սեռական մոլագար անվանում ես իմ եկեղեցու եկեղեցականներին։ Լավն են, վատն են, քխ են, պուպուշ են, բայց իմ եկեղեցու հոգևորականներն են, որտեվ ցանկացած միջպետական կամ ինչ որ եկեղեցական ժողովների ընթացքում իրանք են ներկայացնում իմ հայ առաքելական եկեղեցին։ Ու ես դեռ չեմ տեսել դեպք, որտեղ իմ եկեղեցու եկեղեցականներից որևիցե մեկը կաթոլիկ եկեղեցականների պես կարա չգիտեմ իրան անվայել պահի։ Ավելին, ես տենում եմ համեստ խոսելա, ոչ գրագետ խոսույթ։ Սեռական մոլագար, անցնեմ այդ թեմային, մի քիչ շատ եմ խոսում երևի։ Սեռական մոլագար, երբ որ դու ասում ես ու մարդիկ քեզ ծափ են տալի, այդ մարդիկ ուղղակի պետքա վերցնեն ընդամենը իրանց թանկ ժամանակահատվածից տրամադրեն 5-10 րոպե ժամանակ։ Եվ թերթեն քո հեղինակային երկրի հակառակ կողմը գիրքը գրել ես դու։ Հա, դա չի գրել ոչ կաթողիկոսը, ոչ արքեպիսկոպոսը, ոչ եպիսկոպոսը, ովքեր կալանքի տակ են, հա, ապօրինի համարվելով քաղբանտարկյալ։ Կարդում ենք քո գիրքը, ինչ ես գրել քո հեղինակային գրքում։ Դու ղզղնում ես ինչ որ արձանի թևերի տակի մազերի վրա։ Ճիշտ եմ, չէ՞ հիշում, ճիշտ եմ հիշում։ Դու ես այդ տողերը գրել, որտեվ այդ գրքի վերջում գրած է հեղինակ Նիկոլ Փաշինյան։ Դու ղզղնում ես արձանի պտուկի վրա։ Արձանի կուրծքը պրկված էր պտուկցից, այդպես մի հատ բան ես գրել, էլ։ Այդ քո գրքի մեջ։ Ով չի հավատում, վերցեք իր գիրքը, ի ամոթ մեզ երևի կա գրախանութներում։ Ցանոթացեք, դա Նիկոլ Փաշինյանի մտքի թռիչքն է։ Դու այդ գրքի մեջ որպես պերսոնաժ, հա, ինչ որ պերսոնաժ մոտենալով մի կնոջ կամ աղջկա, ասում է, ցիտում եմ, չէ՞, հաճի արդյոք մինետ անել։ Դա քո մտքերն է։ Ու այդքանով հանդերձ այդ գաղափարային մտածելակերպի անհատականությունը, մեղա, անհատականությունն ասում եմ քեզ։ Փորձում եմ եկեղեցականներին անվանի սրբապիղծ մոլագար։ Ես հələ չեմ տեսել 1000 ներողություն իմ հոգևորականներից։ Որևիցե մի հոգևորական խեռը տնկի ներողություն այդ բառի համար։ Վազի ինչ-որ մեկի հետևից։ Ես չեմ տեսել որևիցե մի հոգևորական, որ թուղթ ստորագրի Արցախ հանձնի թշնամուն։ Ես չեմ տեսել որևիցե մի հոգևորական, եթե դու խոսում ես բարոյական տեսանկյունից, որ գնա Սյունիք, Սյունեցու կողմից արժանանա ողջույն բոզի տղա խոսույթին։ Բայց քո այսօրվա գործելավոճը
ունի հստակ հիմքեր։ Իմ կարծիքով, դա իմ կարծիքն է, որ ես ոչ մեկին երբեք չեմ պարտադրել ու չեմ էլ պատրաստվում պարտադրեմ։ Հիմքերը ո՞րն են, Նիկոլ Փաշինյան։ Դու հստակ դու եւ քո տերերը ու մեր ազգի մեջ էս էլ ասեմ էլի պոստսկրիպտում շատ թյուրըմբռնված կարծիք կա։ Մեր ազգի շատ մեծ մասը, մեր ժողովրդի, երբ որ ասում ենք արևմուտք, մարդիկ հասկանում են Ամերիկա։ Որտեվ տենց է մատուցվում ինֆորմացիան։ Բայց Հայաստանի աշխարհագրական դիրքը որ նայում ես, արևմուտքը դա Թուրքիան է։ Նիկոլ Փաշինյանը երբ որ ասում է մենք ընդունել ենք արևմտամետ կեցվածք, մարդիկ պետք է հստակ հասկանան թուրքամետ կեցվածք։ Մեր երկրի արևմուտքը Թուրքիան է։ Որ կողմից ուզում ես նայի։ Դու ունես հստակ ծրագիր, քանի որ դու եւ քո տերերը, իմ կարծիքն է, կարակ չհամաձայնվեք, հասկանում են, որ եթե դու գաս հասնես օրենքով նախատեսված ժամանակացույցով ընտրություններին, հա, որպես տարբերակ, եւ ընտրությունների ժամանակ դու չհավաքելով կամ կեղծելով ընտրությունները խորհրդարանական, դու փորձես կեղծել ընտրության արդյունքները եւ բարձրանա համաժողովրդական ցասումի ալիք, այդ ժամանակ աշխարհը նույն Եվրո դիտորդները կասեն ժողովուրդը ազգը իրավունք ունի ցասում արտահայտելու։ Դու ճնշել ես ժողովրդավարությունը Հայաստանում։ Դրա համար դու ինչ ես անում։ Դու կուլ ես տալի ժողովրդի կողմից այս պայից հնչող վիրավորանքները, ավելի շատ են ոնց էլ ասեմ բլոտ խաղալու մեջ սրեմ ես։ Կուլ տալով որոշակի չափով վիրավորանքներ, դու քո քաղաքական թիմին հանձնարարել ես, որ ավելի սրեն իրավիճակը։ Քանի որ ինչ։ Քանի որ եթե դու հիմա սրես իրավիճակը եւ հայտարես արտախորհրդարանական ընտրություններ մոտ ժամանակներս, չհասնես ընտրությունների ժամանակացույցով նախատեսված օրվա անամսին, որը հունիսին է եփա։ Ու այս պահի դրությամբ դու իբր թե ժողովրդական ցասման անվան տակ ինչ որ ապօրինություններ ճնշես, նույն Եվրոպան եւ մյուս երկրները քեզ կարող է բան չասեն։ Դա քեզ հուշել են ով բրիտանական հետախուզությունը։ Հա? Այդպես չի Նիկոլ Փաշինյան, այդենցա չէ։ Դրա համար դու կուլ ես տալ այդ ամեն ինչը։ Դրա համար դու ձև ես բռնել, որ դու ժողովրդավար ես, դու պատրաստ ես այդքան լուտանք, որը նետվում է ժողովրդի ազգի կողմից, քո հասցեին, դու իբր ժողովրդավար վարչապետ կուլ ես տալի։ Բայց դա լրիվ դերասանություն է, լրիվ դերասանություն։ Դու երեք քո իշխանական թևը ընդունել է Ադրբեջանից ժամանած կառավարական ինչ-որ բաներ, չէ՞։ Պատվիրակություն, որի մեջ նստած էր ով։ Քուրդ քաղաքած էկոակտիվիստը Ադրբեջանից ժամանած։ Այն որ ասում էր ես Ղարաբաղի էկոլոգիայի մասին եմ մտածում, որ եկել էր Հակարի կամրջի վրա փակել էր ճանապարհը։ Մեր ժողովուրդը լուր համակերպվել է այդ ամեն ինչի հետ։ Երբ որ հարևան երկրի բոզի տղեն, այն բեղերով բոզի տղեն, ասում էր ես տանկերով չեմ գալու Երևան, ես քայլելով եմ գալու Երևան։ Մարդիկ ծիծաղում էին, ասում էին մեր պարոն Փաշինյանը հզոր է, նա դա թույլ չի տա։ Խնդրեմ։ Թեթես չի։ Հիմա դու հայտարարել ես, որ Կիրակի օրը մասնակցելու ես Հով հանավանքում Սուրբ Արամ եմ ուզում ասեմ։ Ստեփանի, դա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված պատարագին, ճիշտ է։ Ճիշտ է։ Հիմի հարց, դու ամեն անգամ պատեհ գոռում ես, որ դու հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատարիմ հետևորդ ես։ Դու կարդացել ես եկեղեցու կանոնագիրքը, թե որը ձեռատալի վիգդնի այդ ես կարդում։ Կա կանոն, չէ, եկեղեցու, մեր եկեղեցու, մեր առաքելական ուղղվածություն ունեցող եկեղեցու կանոնագրքի մեջ, այն որ ասում ես կանոնագրքի մեջ գրած է կաթողիկոսը իրավունք չունի երեխա ունենա, որ հայ առաքելական եկեղեցու զավակը իրավունք չունի հաղորդություն ստանա կաթոլիկ հոգևորականի ձեռքից, ձեռամբ գրափարով։ Դու ստացար, չէ, հաղորդություն Վատիկանում։
Հիմա միաժամանակ հարց քեզ եւ Տեր Արամին։ Տեր Արամ, պատարակի ընթացքում դու հաղորդություն տալու ես ժողովրդին, բայց դու պատարակ մատուցելու ոչ մի իրավունք չունես։ Քանի որ դու այլևս հոգևորական չես։ Դու հոգևորական չես։ Երեք եմ խոսացել կարճի մեջ, մի հատ էլ կրկնեմ այսօր։ Եթե ձեր պնդմամբ Գարեգին երկրորդը կաթողիկոս չի, ով ժամանակին հոգևորականի աստիճանակարգ է տվել Ստեփան Ասատրյանին, որը անվանվել է Տեր Արամ։ Ուրեմն Տեր Արամը ընդհանրապես հոգևորական չի եղել, եթե Գարեգին երկրորդը կաթողիկոս չի։ Ուրեմն այն աստիճանակարգը, որը շնորհվել է ձեր ասացի հիման վրա Տեր Արամին որպես քահանա եւ ուղարկվել է Հովանավանք հոգևոր ծառայություն մատուցելու։ Դա եղել է fake։ Ձեր խոսույթի հիման վրա։ Հիմա fake աստիճանակարգ ունեցող արդեն աստիճանազրկված եկեղեցու կողմից հոգևորականը իմ հայ առաքելական Սուրբ եկեղեցում եւ մատուցի պատարակ տարբերակ եմ ասում։ Կրկնում եմ, իմ հայ առաքելական եկեղեցում մատուցի պատարակ եւ դու որպես կաթոլիկ հոգևորականի ձեռքից հաղորդություն ընդունած անհատականություն այդ պատարակը պատարակին մասնակցես եւ եւս հաղորդություն ընդունես Սուրբ Արամի շեռոտ ձեռով։ Քո քայլով դու պղծում ես իմ եկեղեցին, թե չէ։ Պղծում ես։ Բա հետո մարդիկ ասում են Նիկոլ Փաշինյանը չի պայքարում եկեղեցու դեմ։ Նիկոլ Փաշինյանը չի փորձում խարխլել եկեղեցու ինստիտուտը, այլ պայքարում է հոգևորականների դեմ, ովքեր քխեն։ Առանց խորանալու յետին կոնտեքստի մեջ, մի քիչ գլոբալ առումով նայելու։ Ու եկեղեցական հաշվեհամարներից, հաշվեկշռի վրա որոշակի օբյեկտներ արդեն քո նախաձեռնությամբ դու ուզում ես ներողություն փոխանցել պետական կառավարման համակարգի։ Դու դրա իրավունքն ունես։ Չէ։ Դու ով ես։ Ով ես դու։ Ժողովրդի կողմից ընտրված 20-21 թվին, հա, 640,000 քո ձևակերպմամբ ձայն ստացած վարչապետ, էսպայի դրությամբ, որը քո ասելով լեգիտիմ է, բայց իր նախընտրական ծրագրից թեկուզ մի դրույթ չի կատարել, նշանակում է դու չունես լեգիտիմություն։ Իսկ ոչ լեգիտիմ վարչապետը ինչ իրավունք ունի կայացնի ինչ-որ որոշում եւ պետություն եւ եկեղեցի ինստիտուտները խառնի ժժնի իրար։ Դու ով ես որ եկեղեցու հաշվեկշռից ինչ-որ բան փոխանցես։ Եթե դու փոխանցումից ես խոսում, ուրեմն դու որպես երկրի վարչապետ քո ձևակերպմամբ լեգիտիմ հաշվետու եղի ժողովրդին, ասա ժողովուրդ, $170 միլիոն պատերազմի օրերին, որ ուղարկվեց Հայաստան, այդ գումարները կորավ, ոնց որ դու ասեցիր, փոխանցվեց պետբյուջե, բայց ժողովուրդը չէր ուղարկել, որ փոխանցվել պետբյուջե։ Ժողովուրդը ուղարկել էր այդ գումարը, մեկը 1000 ռուբլի, մեկը $100, մեկը $10,000, մեկը 100,000։ Որ այդ օգնությունը ծառայեր բուն նպատակին, բայց դու քո նմանը թքած ուներ բուն նպատակի վրա, ճիշտ է, ճիշտ է։ Դու միջև Շուշին հանձնել չտվեցիր, պատերազմը չկանգնեցրիր։ Դու ես դա արել, դու։ Միայն դու, քանի որ Պրահայի ստորագրված թղթի վրա ոչ Սերժ Սարգսյանի ստորագրությունն է, ոչ Ռոբերտ Քոչյանի, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի գրված է Նիկոլ Փաշինյան եւ քո ստորագրությունը։ Դա ես չեմ ասում, դա եվրոպական հանձնաժողովների նախագահն է ասում։ Եվ ցիտում եմ այդ մարդուն, անունը մոռացել եմ, ասում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարներից միակն էր, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Ես չեմ հորինում, Եվրոպան է դա ասում։ Դու նախապես միջև եկեղեցու ինչ-որ հաշվեկշռի վրից, ինչ-որ տարածքներ, եկեղեցական կառույցներ, հա չգիտեմ, ինչ-որ հաշվեկշռ։ Ինչի Սփյուռքը այդ ամեն ինչը Եվրոպան անջատում են ամեն ձև։ Եվրոպան, Ամերիկա հայ է, Ռուսաստանի ապրող հայ է։ Հայ միջելուց, երեք մեր ընկերներից մեկի Վարդանի էջում մի հատ բոզի տղա մտա քֆուր էր գրել Ռուսաստանում ապրող հայերին, իբր Պուտինի կոշիկը լիզող։ 1000 ներողություն նայողներից, նավարից ծծծնեմ չալիկ բռնողից մինչև նորածինը։ Դե վայել։ Էդի մեկ։ Դու հաշվետու եղի, այդ օգնությունը ժողովուրդը, ազգի մեծ մասը, որը դրսում է, ուղարկել էր քեզ,
որ դու լիստեյում հետո ծախես, թե ուղարկել էր վիրավոր զինվորներին, կամ հաշմանդամ տղեկին, կամ կռվող տղեկին։ Դու տնօրենեցիր քո Արսեն Թորոսյանի եւ մյուս այլ Ալեն Սիմոնյանի, Տիգրան Ավիրյանի այն ժամանակ տեսուչեր, չէ, ինչ որ պատերազմի օրերին։ Բացառապես ինքնակամ տնօրինությամբ, ոնց ուզեցիր, տենց արիր։ Այսինքն դու, որպես իբր թե անհատ, բայց դու անհատ ես, դու ճիճու ես, մտածում ես ինքդ քո մեջ, որ դու իրավունք ունես տնօրինել մի ողջ ազգի բարոյական ճակատագիր, քանի որ 21 թվին 670,000 հոգի քեզ ծենա տվե, համի հարցում անցկացրա։ Տես քանի հոգի է քեզ վստահում։ Քիչ ես անցկացնում։ Անցկացրա։ Որովհետև դու ինքդ քո քաղաքական թիմով սարսափում ես արդյունքներից, որ միամիտ կարող է ամբողջ աշխարհը, նույն Եվրոպան ու Ամերիկան տեսնեն, որ դու լեգիտիմության նույնիսկ 9% չունես Հայաստանում։ Բայց դու հիմնվելով 21 թվականի ընտրությունների վրա փորձում ես այդ ինֆորմացիան մատուցեցնես, որ դու ինչ անում ես ժողովրդի համից։ Ոչ, ես քեզ իրավունք չեմ տվել Հայաստանի օդը ծախել Թուրքիային։ Թուղթը դրած է քո սեյֆերից մեկի մեջ։ 5 թե 10 տարով տվել ես Թուրքիային, խի։ Ես քեզ իրավունք չեմ տվել այդպես բան։ Խեսանը այդքանը։ Ո՞վ է քեզ դրա իրավունքը տվել։ Սահմանադրական, բարոյական, իրավական ո՞վ է տվել։ Բացատրի հասկանանք։ Ասես ժողովուրդը, կրկնում եմ, անցկացրա հանրաքվե։ Նախընտրական հանրաքվե անցկացրա, ասա հարց, մի հատ հարց, վստահում եք արդյոք Նիկոլ Փաշինյանին։ Ու դու քո աչքերեն, որ սենց լոճում ես, բերանդ սարքում ես կանանցի ու հայաց ժպիտ, բերանդ բաց լոզերը տետալով, քո քաղաքական թիմի հետ կնստես մի մատը ձեր բերանը, մեկը ձեր ворի մեջ։ Դուք հասկանաք, որ արա այ ախպեր, իրականությունը մեկ այլ բան է թելադրում մեզ։ Չունեք դուք լեգիտիմություն, ու երբևիցե չեք էլ ունեցել։ Դու ընտրվել ես 21 թվին, մի մասը քեզ ընտրել են Քոչարյանին ինադանելով, մյուս մասն էլ հավատալով քո նախընտրական ծրագրին, որ Արցախը պիտի մնա հայկական, Արցախի ինքնորոշման իրավունքի հետևից դու գնալու ես, հա։ Դու բերելու ես խաղաղություն, բայց փաստացի նախընտրականից հետո 22 թե 23 թվին Ադրբեջանը մտավ Հայաստանի սուվերեն տարածք։ Դրա մասին մի հատ խոսք չկա, ոչ քո բերանից, ոչ Արաբաթի բերանից։ Եվ հայաստանյան իրականության մեջ, եւ որպես արտաքին գործերի նախարարության ինստիտուտ, եւ որպես երկիր, ով ներառվածա ՄԱԿ երկրների հանձնաժողովի մեջ, ՄԱԿ երկրների կազմի մեջ, խոսա դրա մասին։ Չես խոսում, բայց այդքան հետո դու մտածում ես 21 թվին քեզ ձայն տվող քաղաքացին, ով հավատացել է քո խոսույթին, քո ասածին, պետք է քեզ ձայն տա։ Մոռացի։ Դրա մասին ընդհանրապես մոռացի Նիկոլ Փաշինյան։ Ել եմ գրգնում, դու քաքել ես մի հատ մեծ քաքի գունդ։ Շերեփ ընտվել ես sense բաժները ես, ասել ես եկեք իմ հետ կերեք։ Այ որ քո քաղաքական թիմի որոշակի անդամներ խելացիլ են, կհասկանան, որ այդ քաքի հոտը իրանց էլ է կպնելու վերջում։ Ու քեզ այս պահին կասեն, կամ տարբերակ կասեն, ինչ անում ես, սխալ ես անում։ Այս ժողովուրդը որ հելա մեր քո սեռը փոխելու, մեր սեռն էլ է փոխելու։ Կամ ուղղակի կասեն դու քո ճամփով ես իմ, ինչքան քայլել եմ քո հետ, այս քաղաքական տրապինկայով, արահետով։ Հերիքա։ Ես հասկացել եմ, որ դե գնալով դեպի առաջ ես ձորի պռնկով եմ քայլեմ, կարող է միամիտ ոտը սոտան գնալ։ Իսկ ներքևում սպասում են իրանց առնանդամները շատ բարձր մակարդակի վրա ցցած մարդիկ։ Խոսքի ունենանք։ Կամ գելու գազան, ովքեր մեզ կպատառոտեն, ցակ ու ցրիվ կանեն։ Դու ավելի սրի իրավիճակը։ Եկեղեցականներին անվանի անօրեն, կամ որ խոսում ես անօրենությունից մեջ բերելով եկեղեցական կանոնագրքից մի հատված։ Կաթողիկոսը իրավունք չունի երեխա ունենալու, նա ունի երեխա։ Լավ։ Դու որպես աշխարհիկ մարդ իրավունք ունես, չէ՞ երեխա ունենալու, որ ունես։ Ստեղ ակամայից հիշում եմ երեկվա Facebook-յան գրառումս, որ ասում է ուտրում
Никол заходит в спальню Аннушки и говорит, хочет прикалываться, говорит, доброе утро, мать 4 детей. Анна отвечает, доброе утро, отец 2 детей. Դու ունես 4 հատ երեխա, ասում ես 4-ն էլ իմն է։ Չէ՞։ Այմար հավատում եմ, լավ։ Ես այս պահին զոմբի եմ, հավատում եմ, զոմբի չեմ։ Հավատում եմ, լավ, 4-ն էլ քոնն են։ Քո երեխաները ծնվել են օրինական ամուսնական կապով, թե ապօրինի կապով։ Դու խոսում ես սեռական մոլագար։ Դու 4 անգամ քո ասելով, եթե քո երեխաները քոնն են։ Սեռական ակտի մեջ ես մտե ակտիվ։ Քո երեխաների մոր հետ։ Կանգուրիկներ Օջիլ, ճտ։ Չէ՞։ Լավի եմ մաքրեմ։ Մտել ես այդ անհատականության հետ, ով կոմբինացին հակել էր, հելել էր այդ այրա գարդիրովը ժխշելով այդ մեր Երևանում, ճիշտ է։ Թաշախուստ է։ Ասում են նայ, կրթվել է նորաձև է, բայց կարակ տգլոր դուս կա քաղաք։ Մենք էթում ենք դեպի արևմուտք։ Բայց Թուրքիա մտած մեկը հելնի, քայլի, ընդ մոլլաները կխակուցեն իրանց խառին, կֆրացուցեն, տոնան զանան եսիմ դոր։ Մի հատ ինչ-որ վերամբար սկռունգից կկախեն, կասեն դե մնա թե 4-ի որպես իզյումին կա։ Դու 4 անգամ հարցակվել ես քո երեխաների մոր վրա, ասել ես ես երեխայա գուզեմ, շինեմ, շինվեմ քո հետ, ճիշտ է։ Ճիշտ է։ Այս քնիկն ասել է էսլի համեցեք։ Պարկերա։ Բացերա։ Ասել է հարցակվի։ Ես չեմ ուզում խորանամ։ Հարցակվել ես լեզվով, մեկ այլ պարագայով, մեկ այլ գործոնով, հա։ Իմալ է սարե, ոնց է սարե, իշքան է սարե, իշքան է տև, դա քո նեղ ընտանեկան ինֆորմացիան է։ Կես գործ ունեմ այդպես բաների հետ, բացարձակ, անձի հետարքիր չի։ Բայց այդ բուրըն եւ ոնց են ասեմ, համախառն ներքին արդյունքի, այտենց են ասեմ, չէ, տնտեսագետ ով էր ասեմ, խելացի մարդա, գիտես, մորց անունը, Գանգուր Մազարով մարդա, Հրանտ Բագրատյանը, համախառն ներքին շփումների արդյունքում ձևավորել է ինչ, երեխա, հա, ծնվել է լույս աշխարհայկե երեխա, ով մեղավոր չի, որ ինքը ծնվել է քեզնից ու աճիլ կտես, այդ անհատականությունից, այդ երեխեքը մեղավոր չեն, որ ծնվել են ձեզնից, երեխեն չի գրում ծնողի սխալի պատասխանատվությունը, դրա համար երեխեքիդ բան չեմ ասում։ Այն որ Քոչյանի աջակիցներին ասում ես պիցայակեր, բայց Շուշան Փաշինյանը մանրից բեղիկները, բեղիկները, ասենց մոտիկից հեռախոսը պահած, այսքան կտոր պիցայակ ուտա, չփ ցնելով, էտա լոզեր, ասենց, չգիտեմ, նայում ես ասում ես, այս աղջիկան տենաս ինչ-որ մեկն կտանի խարս, թե կարող է մնա շատ մեծանա դառնա մեր պարոն վարչապետը, տիկին վարչապետ դառնա։ Բայց դու Քոչյանի աջակիցներին ասպես պիցայակ էր։ Քողջիկ պիցա խեղտա, բերանն բացելով 6-6-ի վրա։ Ու դա կոչվում է երկրի առաջի դեմքի դուստ էր։ Էլ եմ ասում, քո բուրըն, որպես սեռական մոլագար, քո խոսույթով, սեքսի արդյունքում, ծնվել են, ասենք, քո ասելով 4, իմ ասելով 2 երեխա։ Այդ երեխաները ծնվել են օրինական ամուսնական կապով, թե ապօրինի։ Հարց, առանց քֆուր, առանց հայոյան, այսօր բարի եմ։ Մի տաբլետկա եմ խմեմ առավոտ, որ հիստերիա սանստի 2 հատ եմ խմել։ Հանգիստ եմ ես, հիմի կարամարխային քակեմ տակը չզգամ։ Ստես լուր լրվեմ։ Մարդիկ կմտնեն կգրեն, տեսեք այս փնթին, քակելատակը նստել է մեր պարոն Փաշինյանը բան ասում, առանց հասկանալու իմ ասացի բուն իմաստը։ Մտածի իմ ասածների շուրջ, պարոն Փաշինյան, քո երեխաները ծնվել են արտամուսնական կապի շնորհիվ։ Սրա նրան անուն դնելու առաջ մի հատ խելքի դուր լուսամուտ դիր, առայժմ ես քանը։